Ալեն Սիմոնյանն ասում է, որ ադրբեջանցիները կարող են գալ եւ հանգիստ այստեղ ապրել, երբ խաղաղության պայմանագիրը կնքվի։ Ինչ կասեք։ Շատ վատ բան է ասում, ցենոց դուրս չի գալի որ խոսամ։ Լավ բան չի ասում, որ պիտի գան այստեղ ապրեն, ոնց կլինի այդպես։ Մեր հայրենիքն է էսի։ Ես սփյուռքահայ եմ Ավստրալիայից տարիներ օտարազգերի հետ եմ ապրել, ինձ համար խնդիր չկա, շատ լավ գիտեմ օտարազգերի հետ ոնց պետք է ապրեմ։ Եթե ուզում եք իրան գան այստեղ ապրեն, ես հավատք ունեմ, որ կարող են գան ապրեն, բայց պարտադիր պետք է Հայաստանի կառավարության կանոնները հարգեն, իրավունք չունեն իրանց գլխու գործեր անեն, ժողովրդի եւ մեր հայրենիքի ապահովությունը վտանգի մեջ գցեն։ Չեմ էլի ճանաչում ու մասին է խոսքը։ Ալեն Սիմոնյանին չեք ճանաչում։ Գլուխը պատին է տալի, ինչ պիտի ասեմ։ Ոնց կարա այդ բանը։ Մի խոսացրեք, հա, թե չէ սա սաղի անպատվեմ ու բան, Ալեն Սիմոնյանն էլ մյուսն էլ, ոչ բան էլ չեմ ասի, որ ես դրանց այսենց կուշտեմ։ Ալեն Սիմոնյանին պետք է հարց տամ, ինքը հայ է թե ոչ։ Մենակ ինքը չէ, իրանց շեֆը Լևոն Անտեր-Պետրոսյանն է։ Ալեն Սիմոնյանը շատ հարցական է, նա հայ չի։ Հային երբեք այսօր պաշտոն չեն տա։ Իսկ հնարավոր է ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել։ Անհնար է։ Ադրբեջանցիները ջհուդների ձեռի գործիքն են։ Ադրբեջան չի որոշում, ջհուդը ինչ թելադրում է, հայ ամենաարժեքավոր ազգն է։ Հայոց այբուբենը ու հայոց լեզուն այդքան հարստություն ոչ մի ազգ չունի։ Դրա համար առաջինը ընկել են մեր հետևից։ Իմ սրբավայրը Արարատ լեռնն է եւ Նախիջևանը, ոչ թե նրանց Երուսաղեմը։ Ես հայ եմ մաքուր։ Իրավունք չունեն, չեն կարա։ Հանգիստ չեն։ Դա կապ չունի։ Հնարավոր է ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել։ Հնարավոր չի։ Կարող է գա ժամանակը հնարավոր լինի, բայց հիմա հնարավոր չի։ Ինքը սուտ է խոսում, լեկտի սուտ։ Ոնց կարող է հայը ադրբեջանցու կամ թուրքի հետ ապրել։ Դա ուղղակի այդ հարցը իրան տվեք։ Ալեն Սիմոնյանը կարող է ապրել ըստ ձեզ ադրբեջանցիների հետ։ Ինչի՞ չի ապրի, բոլորի հետ էլ այնի կապրի, իրան ինչ է եղել։ Ինքը իր ստամոքսը, իր մարմինը, վсё։ Իր համար հայրենիք, սրբություն, նման բաներ գոյություն չունի։ Նրանք լավ էլ գիտեք ինչ մարդիկ են, Դեմ եմ։ Իսկ ինչու է իշխանությունը կողմ։ Դե արդեն քաղաքականությունից այդքան չեմ հասկանում։ Իրանք գիտեն ինչ են անում երևի, չեմ կարող ասել։ Իսկ հնարավոր է ադրբեջանցիների հետ հանգիստ ապրել։ Ոչ, իհարկե ոչ։ Ոնց կարող։ Ունեն այդ ժամանակ։ Շատ վատ է կլինի։ Ադրբեջանցու հետ ոնց կարող է լավ բան լինի։ Բայց լինող բան չի այդ։ Չեմ հավատում։ Որ ադրբեջանցին կգա ու ուստեղ մեր հետ կապրի։ Դες բան չի լինի։ Իսկ արդյոք ժողովուրդը դեմ կլինի։ Դե իհարկե դեմ կլինի։ Մեկը ես դեմ չեմ լինի։ Օրինակ ինչ կանեք դուք, երբ նման Դեպքում պայքարում են, ես այդքան քաղաքականության մեջ չկամ, չեմ կարողան ասեմ, թե ոնց կպայքարեմ։ Պայքարողները կպայքարեն։ Առաջ սովետական ժամանակ ապրում էին ադրբեջանացիները, ասեն ընկերներ էլ ունեի Ադրբեջանի ժողովրդից, բայց այն սովետական ժամանակի հիմա լրիվ տարբերություն կա։ Մեր ժողովուրդը դժվար ընդունի իրանց, ասենք, որպես գան իրենք ապրեն Հայաստանի Հանրապետությունում, եւ չեմ կարծում մեր հայերը չեն գնա այնտեղ ապրել։ Հիմա կյանքը ուրիշ ձև արդեն ժողովրդի մեջ կա ագրեսիա, ազգային պահեր կա, որ ասենք ժողովուրդը չեն ընդունի Ադրբեջանի ժողովրդին։ Կարող ասենք, որպեսզի գնան բիզնես ունենան, առևտրական ծրագրեր նախատեսեն հարևան պետությունների հետ, բայց ինչ որ իրենք գան Հայաստանում ապրեն, դա շատ սխալ կլինի սումա, որովհետև արդեն ուրիշ հայացքով կլինի, ոնց որ ուրիշ մթնոլորտում ժողովուրդը չեն ուզի, հաստատ չեն ուզի։ Բիզնես հա, բայց ոչ թե ասենք Հայաստանի Հանրապետությունում։ Այսինքն միայն բիզնես անել ադրբեջանցիների հետ։ Ինչ հարևան պետությունների հետ պետք է բիզնես, պետք է։ Մենք ոնց ասած սովետական ժամանակ էլ մենք ապրում էինք, բոլորս էլ ունենք, գալիս են առևտուր են անում, ամեն ինչ միրգ, ամեն ինչ բերում են Երևանում, առևտրական ծրագրեր կան։ Թուրքերը շատ էին ապրում, գալիս են առևտուր են անում, բայց ոչ թե մնում էին հիմնական, շատ քչերը կային։
Ես սովետական ժամանակահատվածում եմ ասում, իսկ հիմա եթե իրենք գան դժվար է։ Ես կարծում եմ, որ Ինչ է Ալեն Սիմոնյանը ուզում, որ ադրբեջանցիները գան եւ այստեղ ապրեն։ Գիտեք ինչ, իրանց ձեռնատու է, իրենք ուզում են իրենք գան ադրբեջանացիներ, եթե մերոնց ասեն գիտեք ինչ, դուք էլ գնացեք Ադրբեջանում ապրեք տերիտորիայում, բայց չի լինի, էլի չի լինի, ինչքան թուրքը մնում է թուրք, ինչքան են մարդ ես ապրել եմ 17 տարի Թուրքմենիայում կներեք, էլի, որ ասենք ես ինչքան էլ ես ադրբեջանեցի, ասենք դե ազգի Ադրբեջանի ժողովրդի հետ ապրել եմ, շփվել եմ, ինչքան էլ իրենք հարգում են մեզ, բայց մեջից ատում են մեր ազգին։ Ինչքան է կնստեն, հաց կուտեն, կասեն քո ցավը տանեմ, եւ մյուս, բայց որ վերցնես հիմնական հիմքից, իրանք ատում են քրիստոնեական ազգին, մեր ժողովրդին ատում են, չեն սիրում։ Ցանկալի չի այս իրավիճակում ապրեն Ադրբեջանի ժողովուրդը գա Հայաստան։ Ես կարծում եմ դա շատ սխալ կլինի։ Բիզնես խնդրեմ, կարող են գնալ նավթ, գազ, ինչ որ մի ծրագրեր նախատեսեն, բայց ասենք որպեսզի ապրեն Հայաստանի Հանրապետությունում, դա կլինի շատ կոպիտ սխալ։ Թող բերեն սահմանը մեր գոտիներում, թող կանգնեն, իրանց ապրանքը բերեն, մենք էլ գնենք կամ ինչ որ փոխանակումներ անենք, նախատեսված ծրագրեր նախատեսենք, բայց ինչ որ նկատի ունեն, որպեսզի գան ստեղ ապրեն, դա կլինի շատ կոպիտ սխալ։ Թուրքիայում հա ունենք մենք հայեր կան ապրում են Թուրքիայում, նա ընդեղի կյանքի մթնոլորտը ուրիշ է, ասենք, տեսեք Ադրբեջանի ժողովուրդը, ընդեղի ապրող ժողովրդի, ասենք ագրեսիան, իրենց մտածելակերպը, երիտասարդների մտքերը լրիվ ուրիշ են։ Իրենք ասում են, հա գնամ Հայաստանում, Երևանում կապրեմ։ Տեսեք Ալիև ինչքան ասում է, եկեք համերաշխություն անենք, բայց մեջից մեզ ատում են։ Ճիշտ է, մեզ պետք չի, մենք ակրվի դաշտ ստեղծենք, ասենք հարաբերությունները մեր կորցնենք, բայց պետք է չի ծնկի գալ Ադրբեջանի ղեկավարության դեմ։ Պետք է այնպես անել, որպես հարևան պետություն, որպես առևտրական ծրագրված համապատասխան բիզնես աշխատանքներ իրականացնեն, մեր ժողովուրդն էլ գնան տան, իրանք էլ բերեն, բայց սահմանում մենք գնենք, բայց ոչ թե իրենց որ գան Հայաստանի Հանրապետությունում ապրեն։ Ղարաբաղցի, ադրբեջանցի եկավ, ես նախ դե իրանց կոտորել եմ, չեմ թողելու յագմլա։